Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Մի հատ վիդեո եմ ուզում ցույց տամ, նայեք ու շարունակենք։ Պարոն Ծառուկյան, մի հատ հարց տանք, էլի, կլինի։ Հաջողակ բիզնեսմեն լինելու գաղտնիքը կասեք։ Շատ հաջողակ։ Պետք է Աստծո շնորհը ստանաս, հաջողակ լինելու, իսկ հաջողակ լինելու դա Աստված է տալի։ Կախված է, որ մարդը պետք է նախանց չլինի, չկամ չլինի, հավատարիմ լինի իր սկզբունքներին եւ այդ մարդը իր գնահատական հինգ նշանակի։ Աստված եթե տվեց հաջողակի շնորհը, ուրեմն լիարժեք բամար կանաչ ճանապարհը։ Չորը կկանաչի, փակ դռները կբացվի։ Ու գիտեք հետաքրքիր որն ընկերներ, որ այս մարդը ճշմարտությունն է ասում։ Ու գիտեք, աղակած գրքում գրած է 10:22-ում, որ հարստանալը աշխատելուց չի, չարչարվելուց չի, այլ Աստծո օրհնությունից է։ Գիտես, շատ ժամանակ մենք շատերը գիտեմ, նստում ենք, նայում ենք, ասում ենք, բայց իրականում մենք ավելի շատ արժանինքներ ունենք եւ այլն, խի մենք չենք հարստացել, հարստացել է, որովհետեւ նրանք ժառանգել են իրականում Աստծո օրհնությունը, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, գիտես, ես էլ sense նստում եմ շատ ժամանակ քննարկում եմ Աստծո հետ, ասում եմ իմ Աստված, ասում եմ կլինի դու էլ քո օրհնությունը բացես, որովհետեւ աշխատելուց չի, եթե անգամ 3 տեղ աշխատես, 24 ու 7 աշխատես, ու գիտես չես կարող հարստանաս։ Դա իրականում աշխատելուց չի։ Հա, սնունդ կունենաս, սոված չես մնա եւ այլն, գիտես ինչ որ մի բան կհասցնես, ինչ որ մի բան չես հասցնի, բայց Աստծո օրհնությունից է։ Ու գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ այս մարդը բացահայտել է իր համար այդ գաղտնիքը։ Շատ քրիստոնյաներ կան, այսօր հենց ձեզ եմ ուղում խոսքս քրիստոնյաներ, որ իրականում դուք այդ Աստծո գաղտնիքը չեք բացահայտել։ Գիտեք, ու շատ ժամանակ նստում եք, ելնում եք, ասում եք, բա մենք խիչ ունենք, բայնի խի ունի, ախր էսի սենց այնին հենց է եւ այլն։ Բայց իրականում Աստծո օրհնությունը չեք ստացել, որովհետեւ Աստծուն ամեն բան գրած է։ Գիտես, դաժե դիտել գրած է, որ Աստված է, ոնց որ երկրորդ օրինացում է գրած, ասում Աստված է, որ քեզ ուժ է տալիս, որ դու հարստանաս, իրականում աշխատես, հարստանաս եւ այլն։ Դրա համար ընկերներ, նորից եմ ասում, գիտեք, երբ որ չի ստացվում քո գործը, ձախողում ես, որ ասում ես, այս հաջողություն չունեմ եւ այլն, հաջողություն տվող էլի Աստված է։ Ուղիղ ասում եմ, դա Աստծո օրհնությունից է գալիս։ Գիտես, երբ որ բիզնեսը չի ստացվում, մի մտածի թե դու ինչ որ մի տեղ ձախողեցիր, ինչ որ բան, գնա Աստծուն ասա, որն է իմ խնդիրը կամ իմ մեղքը, որ դրա համար չեմ կարող ժառանգեմ իրականում, թե հաջողությունը, թե օրհնությունները եւ թե մնացածը։ Ընկերներ, սրանով է ուզում կիսվեի։ Իրականում այդ մարդը ու իր նման մարդիկ, իրականում այսօր որ կան, շատ-շատերին դուք գիտեք, անունները չտամ։ Իրականում իրանք ժառանգել են Աստծո օրհնությունը։ Գիտես, մի ծածուկ տեղը նենց բան են արել, ինձ միշտ հետաքրքիր է։ Մի ծածուկ տեղը նենց բան են արել, որ Աստված ասել է սրան պետք է օրհնեմ։ Սրան պետք է օրհնեմ, որ սրա գործերը հաջողվի։ Ու իրականում շատ էր, ընկերներ։ Այնտեղ Սաղմոսների մեջ հիմա շատերը խոսքը կբերեք, ասում ամբարիշտը հարստանում է եւ այլն, այնտեղ միտեղ էլ կա իրանց գրած է իրանց լավ կյանքը, այս կյանքն է, ստերից հետո հավիտյանս գործելու են եւ այլն։ Ընդունում եմ, ընկերներ։ Երբ որ հարստանում է մարդ ու հետո իր մեղքերի եւ այլն, դա ընդունում եմ, դա Աստծո դատն է, դա իմը չի։ Գիտես, երբ որ հարստանում ես ունդեղից հետո գործերը չարանում են կամ չգիտեմ ինչ դու ես չարանում եւ այլն, դու Աստծո առաջ ես կանգնելու, ամեն մի մեծ արուստ իրականում հարստանալն էլ իր մեջ շատ մեծ խնդիրներ ունի, որովհետեւ գրածա որ հարուստները իրանց հույսը դնում են իրանց հարստության վրա, բայց ոչ թե Աստծո, իսկ միտել գրածա որ աղքատը իր հույսը դնում է Աստծո վրա, նյութապես աղքատը, ընկերներ, Մատթեոսի մեջ էլ գրած ասում է Երանի հոգով աղքատներին, շատ տենց Դոլչե Գաբանա հակնողներ կան, ասում են նետի մեջ չի վերաբերվում, մենք հոգով աղքատ ենք, դուք հոգով աղքատ չեք, ընկերներ, դուք լավ հարուստ եք, իրականում լավ փափուկ տներում, իրականում փափուկ հագուստներ եք հագնում եւ այլն, ձեր համար շատ դժվար է ընկնելու ժառանգելու Աստծո արքայությունը, մեծ արուստների համար էլ գրած է, իրականում ասում ավելի հեշտ ուխտ ասեղի ծակով կանցնի, քան թե մեծ արուստը կմտնի Աստծո արքայություն։ Հարստանալու մեջ էլ մի այլ խնդիր էլ կա։ Հիմա կոպիտ ասած ձեզանից շատերին հարց տամ, ձեզնից ով կուզի հարստանա, բայց գործնի մուտքը Աստծո արքայություն։ Դրա համար ընկերներ, ավելի շատ Աստծո խոսքի մեջ եղեք։ Աստծո խոսքն է, որ դզում է, փակում է, բացում է, չգիտեմ եւ այլն։ Հա, ու ես միջև այսօր իրականում խնդրում եմ ու ամեն անգամ ասում եմ իմ Աստված քո օրհնությունից ասում եմ։ Եթե ես հարստանամ եմ, դա քո օրհնությունից է, իմ աշխատելուց չի, որովհետեւ դու ես օրհնում։ Ու դրա համար ես Աստծուն խնդրում եմ, որ Աստված իր օրհնությունները բացի իմ վրա, ընկերներ։ Սրանով կիսվում է որպես գիտություն, ընկերներ, որ դուք էլ հասկանաք, որ այս աշխարհը նես չի որ դու տենց արեցիր ստացվավ տենց մի ամից սաղ ստացվավ չէ դա Աստված քեզ թույլ է տվել ընկերներ նույն իշխանավորներին Աստված թույլ է տվել որ իրան գան իշխանության նույնը մնացածին Աստված թույլ է տվել որ այդ ընկերը մահանա կամ այն մեկը մահանա Աստծո ձեռի տակով անցնում բայց Աստված չար չի որ ինչ որ մեկին իրականում չկամենա իրականում չուզենա հարստանա Աստված բարի է միտեղ է Հովանեսի մեջ գրած ասում է եւ իմացան որ Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա իրականում խավար չկա այդ նշանակում Աստված չարը չի կամենում չար բան չի էլ մտածում Աստված բայց ընկերներ մեզանից է կախված մենք կարանք չենք կարա արժանի ենք արժանի չենք մեր մահը վրա է հասնում վրա չի հասնում սրանով է ուզում կիսվել ընկերներ ամեն դեպքում մի մտածեք որ դուք ավելի շատ արժանինքներ ունեք քան թե նրանք որովհետեւ ձեր համար Աստծո օրհնությունը փագա ու Աստծո օրհնությունը Աստծո արքայությունն ու արդարությունը սկզբում մանեք եք հետո մնացածը ձեզ ավել ցուկով կտրվի սրանով է ուզում կիսվել ընկերներ օրհնում եմ ձեզ իրականում
Ձեր տունը, ձեր տեղը թող իրականում ձեր գիտությունը բացի, որ ճանաչեք Աստծուն ու Աստծո օրհնության մեջ քայլեք։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։